Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը նոր փուլ է մտնում։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ հաստատել է հողային օրենսգրքում փոփոխության աղմկոտ նախագիծը։ Ըստ որի մայրաթորին այլևս հող չի տրամադրվի անհատույց սեփականության իրավունքով։ Առաքելական եկեղեցին կարող է միայն օգտագործել այդ հողերը։ Խոսքը չէր գնում բիզնես շենքերի կառուցման կամ հասարակական այլ նշանակության շենքերի կառուցման մասին, խոսքը գնում էր եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների կառուցման եւ սպասարկման մասին։ Փաշինյանն ուզում է ներեկեղեցական գործերին միջամտել արդեն սեփականատիրոջ իրավունքով, նկատում է փաստաբանը։ Եթե հողի օգտագործողն է միայն եկեղեցին, իսկ սեփականատերը պետությունն է, ուրեմն ինչ ուզի կանի պետությունը։ Նա փորձում է լծակ ունենալ, որ ասի հողամասը մերն է եւ փորձի հողամասի սեփականատիրոջ այդ իրավունքով ինչ որ խնդիրներ ստեղծի եկեղեցու համար։ Հողը եկեղեցուց է պաշտպանում իշխանությունը։ Կա գոնե մեկ օրինակ, երբ եկեղեցու սեփականությանը հանձնված հողը նպատակային չի օգտագործվել։ Երեքշաբթի ՏԿ փոխնախարարն ազգային ժողովում բերել էր Վանաձորում եկեղեցապատկան հողատարածքի օրինակը։ Ըստ փոխնախարարի այդ հողն ընդհանրապես չի օգտագործվում։ Եղում եք մանկապարտեզ երեխայի տեղերը նպատակային նշանակություն է, մեկ էլ հանկարծ նպատակային նշանակությունը դարձավ այդքան կարևոր մի եզակի օրինակով, թե դա հակա եկեղեցական արշավի հերթական դրսևորումներից մեկն է։ Փոխնախարարը եկել է օրենք է ձեռք։ Մեր երկրի հողատարածքների 50%-ը չի օգտագործվում ըստ նշանակության, նկատում են փորձագետները։ Ուրեմն ինչու են իշխանականները հենց եկեղեցու չօգտագործած հողի համար օրենք փոխում։ Այս նախագիծը մենք գնահատում ենք հակաեկեղեցական շարժման հերթական քայլերից մեկը։ ԿՊ-ն փորձում է տպավորություն ստեղծել, թե իբրև իշխանությունն ավելի շատ է մտահոգված եկեղեցիների համար, քան մայրաթոռը, նկատում է Արա Զոհրաբյանը։ Փաստաբանի խոսքով պատահական չէ, որ խորհրդարանի ամբիոնից ՔՊԱ-ական Թագուհի Ղազարյանը հայտարարեց, թե Հայաստանի եկեղեցիները ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է վաճառել, ու թե իրենք ամեն ինչ անելու են, որ չլինեն այդ դեպքերը։ Իրենք այդպիսի տպավորություն էին ուզում ստեղծել, իբրև եկեղեցին ուզում էր կարող է իր եկեղեցիները օտարել, իրենք էլ որպես բարի հովիվ փորձում են սահմանափակել այդ իրավունքը կառավարության որոշմամբ թույլ տալու մեխանիզմ դնելով։ Մինչդեռ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի օտարել երբեք նման եկեղեցիներ, ավելին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ավելի հակված է սահմանափակել ընդհանրապես վաճառքի իրավունքը։ Ոսկ ընդհանրապես չվաճառել, թող արգելվի վաճառելը, ոչ թե վաճառել կառավարության որոշման թույլտվությամբ։ Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Ենթադրում դրանից մեկ կամ երկու